Մեքենային շատ թերի բաներ կար, բայց ես պատրաստեցի, որ այսօրվա երթին պարտադիր մասնակցեմ ու մտածում էի հոսանք չի լինի ավտոյի մեջ, բայց կար վարկածու եւ կարգաբանը բարձրախոսնել հատուկ դրեցի մեքենայի վրա, որ տենա որ շարունակում եմ բարձրախոսել։ Հարամյակն առանց ռեժիմի ու ռեժիմը ապրիլի 24-ին չի լինելու։ Վախը արդեն անցել է, ինչ վախ, ինչից վախենալ։ Իմ երգիրը որ կործանվելու է, ինչից կվախենամ։ Չեմ վախենում։ Ինձ համար նշանակություն չունի, որ իրանք մեքենան այրել են, եթե նույնիսկ ամբողջությամբ այրած լինեին, ես միևնույն է մասնակցելու էի եւ հիմա ավելի ճիշտ ասած ողջավորությամբ եմ մասնակցում, որովհետեւ հակառակորդը թուլացել է եւ չգտնելով համապատասխան ազդելու միջոցներ ընդամենը փորձել է այրել մեքենան գիշերվա կեսին։ Ես հիմա ավելի ուրախ եմ դրանց, որ ես իրանցից հզոր եմ, ուժեղ եմ եւ շարժումը իր նպատակին ծառայում է եւ անպայման մենք շուտով հաղթելու ենք։ Առհասարակ ավտորիտար ռեժիմները որևէ ինտիմատիր շրջանակ լրացնելու, խեղդելու, ջզմելու խնդիր որ ունենան, նրանք հիմնականում օգտագործում են 3 միջոց։ Առաջինը ֆինանսականն է, ֆինանսի միջոցով փորձում են իրենց ընթացքից կանգնեցնել։ Երկրորդ լծակը կառուցչականն է, որը հիմնականում ավտորիտար երկրներում ապող ԶԼՄ-ն լինում է իրենց վերահսկողության օջանդակ, ինչպես նկատում եք այսօր չկա երևի մամուլից որևէ մեկ այստեղ։ Չնայած իրազեկված են, ամբողջ մամուլը իրազեկված է։ Դիմում են սևացնելու գործընթացին, այսինքն այդ շրջանակներին պիտի Թավաջանի վիճակ կարողանան գծնել։ Եվ եթե այդ գործողությունն էլ չաշխատեց, անցնում են երրորդին, դա ուժային մեթոդն է։ Ինչպես նկատեցիք, հակառակորդը միանգամից անցել է երրորդ մեթոդից։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու արդյոք նրանք չօգտագործեցին սկիզբի լծակները, հետո անցնեն այս կոպիտ վայրենի միջոցին։ Ես անցած օրերին եմ ըստ էության ինֆորմացվել եւ վերլուծել եւ եկել եմ այն եզրակացության, որ գլխավոր պատճառը դա այն է, որ մեզ հաջողվել է ոչ միայն ժողովրդի սիրտը գրավել, այլ նաեւ համագարկեն ներս չինովնիկական հսկայական բանակին։ Եվ գլխավոր պատճառը, որ նրանք դիմել են այս վայրակ միջոցին, դրանով իրենց շարքերն են ուզում բնտացնել։ Իրենք իրենց շարքերին հստակ ասում են, որ չհամարձակվեք։ Որտեւ այս օրերին բարձվում է համագարկեն ներս, հիմնականում ուժային համագարկեն ներս, Արցախյան նույնիսկ պաշտոնյաներ բարձրացնում են արդեն։ Իրենք իրենց հարազատներին եւ բարեկամներին խորհուրդ են տալիս չգնալ երկրից, սպասել մինչեւ ապրիլ ամիս։ Ուզեմ ասել, այս հանգամանքն է, որ հակառակորդին ստիպել է այս հիստերիկ գործելավոճի ընդրությանը եւ անցնել հարձակման։ Ուրեմն այս բոլորը իմանալուց բոլորս պետք է հասկանանք, որ գրիվը այս ռեժիմի դեմ այսօր է տեղի ունենում, այլ ոչ թե տեղի է ունենալու 2015 թվականի ապրիլ 24-ին։ Ոչ, մինչև 24-ը տեղի ունենալու։ Գրիվ է տեղի ունենում դեղեկատվական դաշտում եւ հոգեբանական դաշտում։ Մինչև 24-ը մենք այս երկու դաշտերում հակառակորդին հաղթելու ենք։ Իսկ 24-ին մնացածը տեխնիկայի խնդիր է լինելու։ Հակառակորդը առաջի անգամ չէ որ երդասարտի թիկունքից հարվածել է գլխին այս 15-20 տարիների ընթացքում։ Առաջի անգամը չէ։ Բայց դժբախտաբար այդ մեթոդը միշտ իր արդյունքը տվել է։ Սակայն այս անգամ հակառակորդը սխալվել է։ Գևորգ Սաֆարյանի նման երդասարտին խփելով նրանք սխալվել են։ Այստեղ ոչ թե Գևորգը նախորդ հալածյալներից շատ ինչ-որ առավելություններ ունի մարդկային, ոչ այդպես չէ։ Ես համոզված եմ, որ ժամանակների երդասարտություն գոյություն ունի արդեն։ Այսօր գոյություն ունի մի երդասարտության շրջանակ, որոնց ձեզելով այլևս չես կարող վախեցնել։ Դրանց վառ ներկայացուցիչն է Գևորգը։ Գևորգը այստեղ է։ Այս երևույթը միայն պիտի հասկացնի հակառակորդին, որ դադարեցնի իր անիմաստ վայրակությունը։
Իսկ եթե չդադարեցնեն, նրանք ընկնելու են Չաուշեսկոյի օրը չկասկածեք։ Շատ ավելի լավ կլինի այսօրվանից նրանք խելքերնի գլուխին հավաքեն եւ հանգիստ պատրաստվեն հանձնելու իշխանությունը մեզ։ Սիրելի հայրենակից, մի հավատա Սերժին ու նրա բանդային, մի հավատա Սերժի հետ սեղան նստած հանցագործ օլիգարխին, մի հավատա ծախու կուսակցություններին, Սերժը և մյուս կուսակցապետերը նույն ռեժիմի տարբեր գլուխներ են, Տեր կանգնիր քո երկրին, քո ընտանիքին և ինքդ քեզ, Սպիտակ եղերն իրականացնող ռեժիմը մեծ եղերնի հարամյա տարելիցին պիտի հեռացվի, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Նախախորհրդանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում 2015 թվականի ապրիլի 24-ին դուրս գալ փողոց։ Մենք հաղթելու ենք այս ռեժիմին, ինչպես հաղթեցինք Սարդարապատում և Արցախում։ Ուրիշ ավտոերթերի մասնակցել եմ եւ հետս հետե ավտոներուն թիվը աճում է։ Հակառակ որ Հայաստանի կրիմինալ ռեժիմի ներկայացուցիչները խփում են ավտոներին, ձեծում են մարդկանց, ժողովուրդը բացարձակապես ետ չի գնում եւ ինքը շարունակում է։ Ես հույսով եմ, որ 24 ապրիլին թեկուզ առաջ, թեկուզ մի քիչ վերջ, բայց պետք է անպայմանորեն ցերպազատվենք այս գերդոտ ռեժիմից, որը 23 տարի է ի վեր ջնշում է Հայաստանի ժողովրդին։ 24 ապրիլը սուքի օր չէ, մեզ համար արդեն բանջարդիրական օր էր, բայց հիմա նաև այդ օրը ես համոզված եմ, որ պետք է լրիվ հայ ժողովուրդը Հայաստան եւ սպիրտ ոտքի կանգնի եւ վերջ տա այս գերդոտ ռեժիմին։ Հենց այս պատճառով նաև ես գոչ եմ անում իմ սպիրկի քույրերի եւ եղբայրների, որովհետեւ այլևս ոտքի կանգնին եւ չհանդուրժեն եւ յոլա չգնան այս տեսակի մի կրիմինալ ռեժիմի հետ եւ վերջապես աչքերնին փանան եւ տեսնան, որ Հայաստանի ժողովրդին վիճակը իսկապես շատ վատ է եւ անպայմանորեն թիկունք կանգնին Հայաստանի ժողովրդին արդար պահանջներուն։ Հաջորդ երթը տեղի է ունենալու ամսի 20-ին վաղ առավոտյան մեկնելու ենք Սյունիքով Արցախ։ Մենք պետք է գնանք մեր հայրենակիցներին եւ ողջևորենք եւ այնտեղից նաեւ շարժման ալիքը ուղղորդենք, կազմակերպենք եւ ուղղորդենք դեպի այստեղ։